Հարգելի հայրենակիցներ, ձեզ խաբել են, խաբում են և շարունակելու են խաբել այնքան ժամանակ, քանի դեռ հանդուրժում եք։ Բազմաթիվ ստերի հետ մեկտեղ հիմա էլ խաբում են, թե խաղաղություն են բերել։ Սուտ է։ Պատերազմի ագրավները դարձել են խաղաղության աղավնիներ։ Մեր երկրի գլխին պատերազմ, պարտություն բերածները հիմա էլ իրենց գործողություններով Ռուսաստանի հետ հանգեցնում են տնտեսական պատերազմի։ 8 տարվա ընթացքում պետական պարտքը ավելացրել են 8 միլիարդ դոլարով։ Միլիարդավոր դրամների պարգևավճարներ են իրենց բաժանել։ Մսխել են պետական բյուջեն։ Հիմա էլ ասում են իբրև թե Եվրամիություն են գնում։ Սուտ է։ Նախ Եվրամիությունում Հայաստանին որևէ մեկը չի սպասում։ Հետո Նիկոլ Փաշինյանը Եվրամիությանը պետք է այնքան ժամանակ, քանի դեռ օգտագործվում է որպես գործիք Ռուսաստանի դեմ։ Հարգելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանը իր հակառուսական գործողություններով բերել է և Ռուսաստանի հետ հանգեցրել է տնտեսական պատերազմի։ Հիմա այդ կանգնելը ցինիկաբար հայտարարում է, թե դեր է կանգնելու դիվարի։ Նիկոլ Փաշինյան, դու քո սեփական գլխարկի չես կարող տեր կանգնել, որ նա դիվարի տեր կանգնես, որտեղից հրահանգը իջեցնում է, այս փափախը հանում ես, մյուս փափախն ես դնում։ Բայց թուրքական մեզը գլխիցս երբեք չես հանում։ Իսալուսինների դաջել ես սրտիտ ու ման ես գալիս։ Նիկոլ Փաշինյան, դու հերթական անգամ ուզում ես խաբել գյուղացուն, սիրել գյուղացուներ, չխաբվել։ Նիկոլ Փաշինյանը ուզում է գողանալ ձեր քվեն ու հունիսի 7-ից հետո մոռանալ ձեր մասին։ Իսկ դու կանգնելու եք կոտրած աշտակի առաջ։ Ոչ մի Եվրամիության շուկա է ձեր համար չի բացվելու։ Սա ընդամենը նախնական քարոզչական փուշիկ է։ Այնպես որ հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամաս և մերժեք այս ստի ու կեղծիքի իշխանությանը։ Հունիսի 7-ին Համար 7-ին Հունիսի 7-ին Հարգելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանի համար հիմա մնացել է վերջին սուտը։ Ասում էր, ես երկու ձեռքերս կկտրեմ, բայց ընտրակեղծիք թույլ չեմ տա։ Հիմա արդեն տեսնում են, որ այդ ընտրակեղծիքները ինքը թույլ է տալիս, բայց ձեռքերը չի կտրում, ինչպես որ խոստացել էր ու հերթական անգամ խաբում է։ Արդեն սկսել է ապօրինի հետապնդումները իր ընդդիմախոսների նկատմամբ։ Այդ նույն ապօրինի հրահանգով օրերս կալանավորվեց Անդրանիկ Թևանյանը, ով Նիկոլ Փաշինյանի սարսափն է։ Բայց դա չի ստացվելու, Նիկոլ Փաշինյան, բարձրանաս երկինք, իջնես ներքև, գնաս ընկնես մակրոնների ծնկներին, գնաս փաթաթվես, փարվես, աղերսես Էրդողանին ու Ալիևին։ Միևնույն է քո վերջը գալու է հունիսի 7-ին, դու պարտվելու ես ու հայ ժողովուրդը ձևավորելու է նոր, ազգային, հայկական իշխանություն, ազատություն քաղ բանտարկյալներին, ազատություն